Եկեք խոսենք հարության զորության մասին, որովհետև հարությունը մեր կարևոր զենքերից մեկն է։ Ուրեմն, գիտեք, երբ որ ինչ-որ մեկը գալիս է ինչ-որ միտեղ ներկայանում է, նա իր ներկայանալու ձևից շատ բան է փոխանցում, ճիշտ է։ Հովհաննեսը ներկայացրեց, որ մենք հրազդանից ենք, կյանքի խոսք եկեղեցու, հովիվներն ենք, ու մենք այս 30 քանի տարի արդեն Աստծո մեջ ենք, ու փառք Աստծո 93 թվականից, որ մենք ես անձամբ ես Քրիստոսի հետ եմ, ու ինձ համար մեծագույն ուրախություն ու պատիվ է, այսքան էլ չեմ փոշմանել, որ իր հետ եմ։ Ամեն, ամեն։ Փառքից փառք է այդում, զորություն է այդում, որ ասես նեղություններ չկան, չէ, նեղությունների միջով էլ ենք անցնում, բայց հաղթելով դուրս ենք գալի, չենք մնում նեղությունների մեջ։ Ինչու՞, որովհետև մենք դատապարտված ենք հաղթելու։ Գիտեք ինչու՞, որովհետև հաղթողի հետ ենք։ Եթե հաղթողի հետ չլինենք, մի քիչ տխուր կլինենք, բայց քանի որ հաղթողի հետ ենք, մեր ամեն նեղությունների միջով էլ հաղթանակով ենք դուրս գալի։ Ամեն։ Այնպես որ թեքվի քո կողքին գերոջ ասա չմոռանաս, դու հաղթող մարդ ես։ Հալելույա։ Հալելույա։ Ինչ հրաշալի է։ Ինչ հրաշալի է Տիրոջ ներկայություն այս վայրում։ Ուրեմն մի փոքր ներկայացնեմ ես ոնց է Հիսուսին եկել, մտածում եմ վկայությունը օգտակար բան է, որովհետև երբ որ մենք վկայում ենք, Աստծո ներկայությունը, Աստծո գործերը փառավորվում են, Աստծո անունը փառավորվում է։ Ես 93 թվականին պատերազմից եկա ու այնպես ստացվա, որ մի ամիս հետո Հիսուսին ընդունեցի Տեր ու Փրկիչ։ Էդի իմ համար շատ արագ տեղ ունեցավ ու երևի դա Աստծո նախասահմանությունն էր, որ արագ տեղ ունեցավ ու արտասովոր միջադեպ տեղի ունեցավ, երբ որ ես այդ կռվի դաշտում էի, հետո sense դեպք տեղի ունեցավ։ Պատկերացեք, մենք 3 տղաներ տանկիստ եմ եղել ու մենք իրար հետ գնացել ենք մոլորվել էինք ու հոկտեմբեր ամիսներ 92 թվականի ու այնձև ստացավ, որ մենք չգիտենք որտեղ են հայերը, որտեղ են թուրքերը, ունես տպավորություն էր, որ մենք մտածում ենք մենակ գերի չընկնենք, մենակ էս էր մեր մտածմունքը ու մենք մի գեղեցիկ տեղ ինքան լավոր էր, ասենց այսօրվա պես հիշում եմ, ասենց բաց եղանակ, բայց հոկտեմբեր ամիսը անձրևոտ էր, ոնց որ այդ սա անձրևներից հետո հանկարծ այդ մի օրը մեր համար ասենց ոնց որ երկնքից նվեր էր, այնց հաճելի արև, ասենց ոնց որ ասես ոչ կռիվ կա, ոչ մի բան, ու բայց լարվածություն այնքան մեծ, ու այդ պահին պատկերացեք ես զգում եմ ինչ որ մեկի ներկայությունը շատ ուժեղ։ Այդ ժամանակ ես հələ քրիստոնյա հավատացել չեմ եղել։ Սովորական մեր տրադիցիոնալ ձևը կա։ Սաղսել այդ մենք մոմ ենք վառում, ենք անում, բայց դա ինչ որ Տերը ուզում է։ Պետք է մենք բացահայտենք իրան։ Դա կրոնական մեկը չի, ինքը կենթանի Աստված է։ Ու ինչ լավ է, որ ինքը հենց իր կենթանությունն է բացում։ Ու գիտեք, այնքան զարմանալի է, ես զգում եմ ինչ որ մեկի ներկայությունը, որ մեկը sense պշած մեզ է նայում։ Ու ես էլ անդադ թեքվում եմ այդ անտարիան, սիրտս թփրտում է իմ մեջ։ Ու ասենց կարող է մեզի հետապնդում են, sense զգացողություն անում, հայացք եմ զգում, շոշափելի ձևով։ Ու այդ հալով ուժեղանում, մեկ էլ ընկերներս ասի տղերք, ստե մեկը կա մեզի նայում է։ Պետքա շատ արագ մտնենք տանկը, ստերից տեղափոխվենք։ Մենք մտանք տանկը, շատ արագ տեղափոխվանք ու հրաշք, մերոնց ենք հանդիպում։ Այդ սա կորած վիճակից պատկերացեք հանկարծ հանդիպում ես մերոնց, ինչ ուրախություն կգա, չէ՞ քո սիրտը։ Մեր ուրախությունը հելնել ինքնս ոնց որ շուշես տեղ են գալ, ասենց ասած։ Վերջը, անցավ այդ ժամանակի 93 թվականի արդեն օգոստոսի 5-ին ես զորացրվում եմ, մի ամիս հետո սեպտեմբերի 5-ին ընկերս շատ ոնց է ասում նստավականջիս համոզեց, վերջի ես ասեց լավ ընկերության խաթր եմ գալի, հանկարծ այդ քո բաները չփաթաթես, ընձի հետաքրքիր չի այդ ամեն ինչը, բայց ընկերության խաթր, որտեվ ինքը սենց ասեց լսի, ասում է դու չես ուզում գաս վերջի իմանաս քո ընկերը ուր է այդում։ Բա կարող է սխալ տեղ անգնում այդում։ Չգաս մի հատ կողքից նայես։ Ասի լավ, երթախատին կացեմ։ Բայց երբ որ ես մտա այդ պաշտամունքի սրահը, համար 50-60 հոգի մարդ կար այդ սրահում հավաքված, հենց մտնում եմ այդ սրահը, նույն ներկայություն եմ զգում։ Ինչ որ զգացել այդ կռվի դաշտում։ Նույն հայացքը, նույն ներկայությունը։ Ու իմ մոտ մի հատ մեծ հարցական բարձրացավ, ով է այս մեկը։ Ու այդ ամբողջ ընթացքում քարոզիչ քարոզում է, հովրիտան քարոզում է, ու պատկերացեք, ես չեմ լսում ինքը ինչ է խոսում։ Իմ ամբողջ այդ ժամ ու կես ես նստած եմ այդտեղ, ասում եմ ով է այս մեկը, ով է այս մեկը, ես այդ ներկայությունն եմ զգում, այդ հայացքն եմ զգում, իսկի չեմ լսում քարոզի ինչի մասին է։ Ու այնքան հետաքրքիր, ինքն է դե հիմա վերջում արդեն քարոզը վերջացնում է։
Երբ որ նոր մարդանում ուզում են հրավիրեն, որ Հիսուսին չէ ընդունել։ Ինքը նայում անձի, ասում է, եթե դուք ուզում եք Հիսուսին ընդունել, բայց ես իրան չեմ լսում, ինքը ինչա, այս մարդը ջանցիս ես նայում։ Ոայ չեք պատկերացնի։ Հետո հենց ինքը տեսա ես չեմ արձագանքում, որտեղ ես տարված էի այդ մտքով, էսով այս մեկը, որից ես ներկայություն է գալիս։ Մեկ էլ հենց ինքը վերջացավ, դե որ չարձագանքեցի, ծառայություն վերջացավ, մեկ էլ ես կողքից ընկերը ինձ ասում է, «Կարեն, չես ուզում Հիսուսին ընդունես»։ Ոնց որ ես թափվեցի, ասի ճիշտ ասած ուզում է, բայց ինքով ես չգիտեմ։ Ասես գնանք առաջ, արդեն ծառայություն վերջացել է, երկու աղբեր եկան, առաջնորդեցին աղոթքի մեջ, ես Հիսուսին ընդունեցի ու դրանից հետո ասեցին, «Բա ուզում ես Սուրբ Հոգով էլ մկրտվես, որտեղ ինքը նվեր ունի»։ Ասի դե ինչ որ իր հետ կապված ուզում եմ։ Հիմա հետաքրքրությունը ինձ վերցել է, ես ուզում եմ իմանալ ով այս մեկը։ Մեկ էլ աղոթեցին, սկզբում ծիծաղելի էր, որտեղ լսում եմ ոնց են իրանք լեզուներով աղոթում, շիլարաբակաթի օլորոբո շեբերեբեգենդե, սենց աղոթում են, ես մա ծիծաղ մի կերպ եմ պահում, մեկ էլ հանկարծ իրանք լռեցին, ես եմ սկսել հիմա աղոթում, հիմա գետերը հորդում են սենց ինձանից, այս ասում եմ ես ընկա, իմ էքսես այստեղ շփոթություն է, այսուր եմ ես ընկե, բայց տեղից աղոթքա հորդում, ընից ուրախություն է գալի, մեկ էլ որ պրծավ ծառայություն դուս ենք եկել, ասեցի իսուր եմ ձի բերեցի, այսուր եմ ձի բերեցի, ես ինչ է կատարվում, ես ճիշտ ասած, այստեղ այնքան մեծ ուրախություն է, բայց այստեղ հլը չի հասկանում ինչ է կատարվում, ստեղ ուրախություն է, ստեղ հլը չի ջոգում, վերջը, բայց այդ մեմ տուն, այդ սա ճանապարհին հոգուս մեջ լսում եմ այդ աղոթքի ձայնը, աղոթքը այսինչ հորդում է մեջը, ես բերանց փակել եմ, բայց ներսից լսում եմ այդ ձայնը, Օրոսից գրվում ես ինչերա, ես եկել եմ տուն, բայց գիտեք, այնքան հաճելի ներկայություն է, որ դու չես վախենում այդ մթնոլորտից, այս է հետաքրքիր, ու անցնում է մի որ ժամանակ, երևի մի 2-3 ամիս դրա վրա անցնում է, ես տանը նստած, Աստվածաշունչն եմ կարդում, որտեղից էի ճարի չեմ հիշում հիմա, երևի մեկը տվել էր կողքից, վերջը, բացել եմ Աստվածաշունչ սաղմոսները կարդում եմ, բան եմ անում, մեկ էլ այդ պահին պատկերացեք, ոնց որ սեղան լինի պատի տակ, ես սեղանի մոտ նստած եմ, այդ սեղան, տեսնեք այս էկրանը, ոնց որ հենց պատի վրա այսպես մի հատ էկրան է բացվում, տեսիլք եմ տեսնում առաջին անգամ, ու էդի ինքան զարմանալի էր այդ տեսիլքը, որ ես նստած կարդում եմ, մեկ էլ ոնց որ մեկը չխ միացրեց էկրանը, ու այս էկրանը բացվավ, պատի վրա էկրան չկա մեր տանը, այդ տեղում, էկրանը բացվավ, ու այն տեղը, որտեղ մենք կորել էինք, որ այդ անտառը, այդ բացատը, այդ արևոտ եղանակը, մեր տանկը, ու մի հսկայական հրեշտակ այդ տանկի կողը կանգնած, իր այս մի հատ ձեռքը մեր տանկի բաշնայի վրա։ Ես ինձ որ տեսա ասի, այ այդ հրեշտակներ ունեմ, ընդեղ, ես էլ մտածում էի, որ ես կարող այս հակառակորդների հետախուզներն են, մեզի ուզում են հոպստոպ անել։ Դուք չեք պատկերացնում, մեկ էլ դե որ էդի քորեշտակն է եղել, դե որ դու ինձ փրկել ես, բերել ես, հասցրել ես այսօրվան, դու կյանքս քեզ փեշտի ես։ Քո համար ապրել եմ, քո համար մեռնելու եմ, ես էլ բան չունեմ ուրիշ բան մտածելու, դու ես իմ կյանքի տերը։ Ու այդպես կյանքը փոխվեց։ Այդպես զարմանալ ձևով ոնց որ բացահայտումների վրա, որ մենք օրորի բացահայտում ենք այդ մեկին, ով որ կենթանի է։ Նա կենթանի է, սիրելիներ, մենք չենք կարող մեռածի պես լինենք։ Մենք չենք կարող տխուրի պես լինենք, մենք չենք կարող ընկճվածի պես լինենք։ Դրանք կարանք ունենանք, բայց այդպես չենք կարող մնանք, ինչու՞, որտեղ մենք հարյալի հետ գործ ունենք։ Նա պատասխան ունի քեզ համար այսօր։ Ու ես հավատում եմ, որ այսօրվա խոսքը քեզի օգնելու է, որ դու բարձրանաս քո զորության ու հաղթանակի մեջ, այնպես ոնց որ Տերը ուզում է։ Ոչ թե ոնց որ դու ես ուզում, որտեղ դու չգիտես դու ոնց ես ուզում։ Դու պետքա իրան հարցնես, դու ոնց ես ուզում, որ դու հենց դրան համաձայն բարձրանաս։ Հենց դու իմացար ինքը ոնց է ուզում, դու տես կբարձրանաս, բայց երբ որ դու քեզի հարցնեն դու ոնց ես ուզում, դու կընկճվես, կասես ես չգիտեմ ես ոնց եմ ուզում, որտեղ դու չգիտես որն է քո համարը լավ, բայց ինքը գիտի որն է քո համարը լավ, քեզի պետքա տրվես այն ձևին ոնց որ ինքն է ուզում, ամեն, հալելույա, հիմա, եկեք անցնենք հիմա խոսքին, այս մի փոքր վկայություն, Աստված զարմանալի ձևով կյանք է փոխում, զարմանալի ձևով ակտիվացնում է մեր սիրտը երկնքի համար, ու ուզում եմ խոսամ այսօր հարության զորության մասին, գիտեք, ես ապշած եմ մնում, որ Հիսուսը ինքը հարություն առավ ու հարությունից հետո ինքը ինչ արեց, իմ ուշադրությունը էսի գրավում է մի այլ կարգի, ուզում եմ, որ ձեր ուշադրությունը գրավեմ դրա վրա, պատկերացեք, որտեղ ես մտնում եմ, մեր նման եկեղեցիներում էլ անգամ, մի տխուր տեսարան եմ տեսնում, գիտեք ինչ տխուր տեսարան, որ հարության գաղափար հասցրել մի օրվա տոնակատարության, դրանով ավարտել են անցել իրանց հոգսերին։
Ու այս ինձ շատ տխրեցնում, որ հարության գաղափարը մի հատ տոնակատարությամբ սարի մոտ ավարտվել է։ Գեղեցիկ տոներ, տոնեցին, Քրիստոս հարյավի մերելով, բոլոր ասում են օրհնյալ է հարությունը, հաջորդ օրը սաղ մոռացել են, իրանց հոգսերով, իրանց խնդիրներով, իրանց գործերով։ Այնպես տպավորությունը ոնց որ այս տոնակատարություն մի օրվա արարողություն ու բրծավ, սա գնացին ինչ ծրագրեր ունենք, ինչ գործեր ունենք, ինչ բաներ պետք անենք։ Էսի շատ ցավալի տեսարանա, որ այս մի ամիսը ես որտե գնում եմ տեսնում եմ։ Ու Աստված հատուկ ուղարկել է, որ ես ձեր հետ խոսամ նաև, որ հարության ուրախությունը մի օրվա արարողություն չդարձնենք մենք, այլ հարության ուրախությունը ամեն օրվա իրադարձություն սարքենք։ Չկա ոչ մի զարմանալի նորություն, որ կարա քեզ ուրախացնի, բացի հարության ուրախությունը։ Ու գիտեք Աստվածաշնչում ես բացահայտեցի, որ ամեն տեսակի հալածանքներ, որ աշակերտները կրել են, գիտեք մի բանի համար են կրել, որ քարոզել են ասել Հիսուսը հարություն արել։ Ամենաշատ հալածանք ենթարկվող թեման է եղել, ամենաշատ անարգվող թեման է։ Մենք շատ թեմաներ կարանք խոսանք, բայց ասեն ձեզ, ոչ մի բան, ոչ մի թեմա այդքան հալածանքի չի ենթարկվի, այսքան ժամանակ, ինչքան հարության թեման, որի մասին Հիսուսը բարձրաձայնում է, որ ես ու դու դրա հետ պետք է գործ ունենանք։ Ու ես ապշած եմ մնացել, որ այս մի ամիսը ես խոսում եմ ու չեմ կշտանում։ Հալելույա։ Ու հավատում եմ այսօր չեմ կշտանա։ Մեկը բայց խոսամ ձեր հետ։ Լավ, եկեք սկսենք նրանից, թե Հիսուսը ինչպես է ներկայանում։ Հիսուսը եկավ մի ընտանիք, որտեղ մահ կար։ Էդի Մարթան ու Մարիամն էր, իրանց աղբերը մահացել էր, Հովհաննեսի 11-րդ գլխում գրված է 25 խոսքում։ Հիսուսը եկավ այդ ընտանիքը, որտեղ այդ ընտանիքը օգնություն էր սպասում Հիսուսից, Հիսուսը մի քանի օր ուշացած եկավ այդ տունը, արդեն մարդուն գերեզման են դրել, Մարթա կարելի ասել էլ հույս չկա, всё, վերջացած ամեն բան։ Հիսուսը գալիս է այդ մթնոլորտի մեջ ու ներկայացնում ով է ինքը։ Դուք այսօր պետքա հաշվի նստեք այս ներկայացման ձևի հետ։ Երբ որ Հիսուսը գալիս է միտեղ ու ներկայացնում է թե ինքը ով է, ինքը չի ասում թե ինքը ինչ կարող անի, ինքը ասում է ինքը ով է։ Ամեն։ Ինքը ով է, էսի պետքա դուք ուշադրություն դարձնեք։ Սա առաջին բանն եմ ուզում, որ դուք բռնեք շատ ուժեղ ձեր տեսադաշտում։ Հիսուսը ասում է ինքը ով է, ինքը ասում է ես հարությունն եմ։ Նա գալիս է Մարթայի հետ խոսակցության մեջ ու նրա հետ երբ որ խոսում է, Հովհաննեսի հենց 11-րդ գլխում զարմանալի զրույց ենք տեսնում, որ Մարթայի հետ ինքը խոսում է։ Բացեք 11-րդ գլուխ, եթե կարդում եք ձեր Աստվածաշնչերի մեջ, եկեք տեսնենք ստեղ այս խոսակցությունը։ Երբ որ ինքը Մարթայի հետ խոսում է, տեսեք ինչ է ասում։ Մարթան Հիսուսին տեսավ, այս խոսքեր ասեց, 21 խոսքից եմ կարդում։ Տեր, եթե այստեղ լիներ, իմ եղբայրը չէր մեռնի։ Սկսենք մեղադրանքից։ Եթե այստեղ լիներ, իմ եղբայրը չէր մեռնի։ Հիսուսը չի վիրավորվում ոչ մի մեղադրանքներից, երբ որ դուք իրան հասցեին անում եք։ Ինքը ուզում է բացահայտում անի քեզ համար։ Ինքը ուզում է գաղտնիք բացի քեզ համար։ Տեսեք, շարունակություն, ասում է, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստված անց խնդրենք, Աստված կտա։ Ու այս հողի վրա Հիսուս շատ ուրախանում է, որ ինքը ասես թե հավատքա ցուցաբերում։ Ինչ որ հիմա խնդրեք, բայց ինքը ասում է էսի, բայց չհասկանալով ինչ ասում։ Գիտեք ինչի, որտեվ Հիսուսը այս հողի վրան էս բանը իրան բացում, ու հանկարծ այս մարդը ստոպրի մեջ անգնում, բլոկ անգնում, իր գործարքները ցույց են տալիս, որ ինքը մի բան ասես, բայց չհավատաց արդեն դրան։ Հլնայք ինչ է կատարվում։ Ասում է, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստված անց խնդրես, Աստված կտա նրան։ Հիսուս նրան ասեց. քո եղբայրը հարություն կառնի այսօր։ Դե ինչ որ Աստված անց խնդրես, նա կտա քեզ։ Ինքն էլ այդ հողի վրա ասում է, քո եղբայրը այսօր հարություն կառնի։ Պատկերացնեք, ինչ լավ հողի վրա, ինչ լավ առաջարկ։ Ինչ խնդրես Աստծուց, ինքը կանի, ու մենք մտածում ենք, ամեն ինչ կարանի, ինքը ստե ցուցատալի այո, ամեն ինչ կարանի, այն մեկում հետ դու գործես, ամեն ինչ կարանի։ Եկեք տեսնենք շարունակությունը։ Հիսուս ասում է, քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան նրան ասեց. գիտեմ, որ հարություն կառնի հետին օրում։ Այսինքն, որ տեղեկություններ մի փոքր հետին օրերի մասին, դա լավ է, բայց եկեք շարունակենք։ Հիսուս նրան ասեց. ես եմ հարությունը եւ կյանքը։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Երբ որ ինքը ես եմ ով ներկայանում է, նա բացում է իր ներկայի իրականությունը մեզ համար։ Հիմա Հիսուսը ստեղը ինքը ներկայի անուն ունի։
ինքը ստեղ ինչպես հարության հեղինական ներկայանում։ Ինքը ստեղ ուղղակի սովորական մեկը չի։ Ինքը այս մտնոլորտի մեջ, որտեղ ինքը ներկա է, որտեղ 2-3 հավաքված են, ինքը ինչպես հարության հեղինական ներկայանում։ Ես եմ հարությունը, կյանքը եւ ճշմարտություն կամ ճանապարհը։ Նայ, ես եմ հարությունը, կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի։ Ինչ ուժեղ խոսք ասում։ Ինքը ասում է, որ թեև մեռնի կապրի, դու պետք է այս իրականությունով ապրելու, որովհետև դու կյանքի հետ գործ ունես, դու մեռած վիճակի հետ գործ ունես։ Մենք միշտ ֆիզիկական կողմի վրա ենք կենտրոնանում, բայց մենք այս մյուս կողմի վրա պետք է ավելի շատ կենտրոնանանք։ Ինչու՞, որովհետև Հիսուսը ասում է, ես եմ հարությունը։ Երբ որ դու իր հետ գործ ունես, նշանակում է քո հույսը մեռած չի։ Երբ որ իր հետ գործ ունես, եկեք տեսնենք։ Ու ինչ է անում շարունակություն։ Եվ ամեն ով որ կենթանի է ինձ հավատում է, հավիտյան չի մեռնելու։ Հավատում է սրան։ Նրան ասեց. այո Տեր, ես հավատում եմ, թե դու ես Քրիստոս Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Մարթա, ինչ միտք ունի այս հայտնությունը։ Ես քեզ ասում եմ, ես եմ հարությունը, իսկ ինք ուրիշ հայտնություն է բերում առաջին պլան։ Գիտեք, այսինց ենք մենք, երբ որ մի բան չենք հասկանում, մենք ուրիշ հայտնություն ենք բերում խոսակցության մեջ։ Ուրիշ է խոսակցությունը, բայց հայտնությունը լրիվ ուրիշ է։ Ինքը Քրիստոսն է, Աստծո որդին է, ճիշտ է, աշխարհ եկել է։ Մենք սրա մասին չենք խոսում, մենք հիմա խոսում ենք, որ ես եմ հարությունը, իսկ մարդան գիտեք ինչ անում, մի ուրիշ հայտնության մասն է խոսում։ Ու էսի բացահայտում է, որ ինքը չընկալեց ինչ Հիսուսն իրան ասում։ Բայց Հիսուս դեռևս սպասում է, որովհետև ինքը ընկալել է, որովհետև ուրախացել է, անունը բացվի իրան։ Հիսուսը իրան ներկայացնում է, ես եմ հարությունը։ Հիսուս այսօր եկեղեցուն ներկայանում է ինչպես ես եմ հարությունը, կյանքը եւ ճշմարտությունը։ Ինձ հավատացողը թեև մեռնել պետք է ապրի։ Հավատում ես սրան։ Պետք է բռնվես սրանից։ Էսի շատ կարևոր թեմա է։ Մենք սրանց պետք է շատ ուժեղ բռնվենք։ Լավ, վերջը գալիս է հարություն է տալիս, ճիշտ է։ Պատմությունը չշարունակեմ, որովհետեւ ինքը ասեց, ինքը արեց։ Ինքը հարություն տվեց Ղազարոսին ու այդ ընտանիքի իրավիճակը մեկ ակնթարթում փոխվեց, ճիշտ է։ Հարության իրականությունը պետք է որ մեր ընտանիքների իրավիճակը մի ակնթարթում փոխվի։ Երբ որ հարության մտնոլորտը ներխուժում է մեր տները, կամ հարության իրականությունը, կամ հարության հեղինակը, երբ որ ներխուժում է մեր տները, մեր տների ամբողջ սուքը փոխվում է։ Դուք պետք է հարության իրականության հետ աշխատեք։ Հենց հարության իրականությունը մտնում է մեր տները, սուքը փոխվում է։ Պետք է մենք այս իրականության հետ աշխատենք, այլապես մենք իրան վանում ենք, որովհետև ինքը կենթանի է, հարություն առ է, ու ինքը ներկայանում է, որ ես եմ հարությունը։ Էսի մեկ, սրանք բռնվեք շատ ուժեղ։ Ուզում եք իմանաք Աստված ձեր հետ ոնց է վարվելու ապագայում։ Ո՞վ է ուզում իմանա։ Երկրորդ բանն եմ ասում, թե ինքը ձեր հետ ոնց է վարվելու։ Ինքը հարության հեղինակն է, ու ինքը ձեր հետ գործ ունի անելու, դաժե ապագայում։ Եթե օրերից մի օր դուք ձեր աչքերը փակեք, դուք պետք է հույսով փակեք այս աշխարհից գնալու։ Դուք պետք է իմանաք ինքը ձեր հետ ոնց է վարվելու, որ հետո աշխատեք ներկայ իրականության հետ։ Մենք հիմա խոսում ենք թե ապագայում Աստված ձեր հետ ոնց է վարվելու։ Բացեք ինձ այդ Հովհաննեսի 6-րդ գլուխը։ Հովհաննեսի 6-րդ գլխում Հիսուսը իր լսարանին քարոզելու ժամանակ 4 անգամ մի քարոզի մեջ ասում է ես ձեր հետ ոնց եմ վարվելու։ 4 անգամ, եթե ինքը այն լսարանն ասե, այդ նույն խոսքը այսօր այս լսարանի համար է, թե ինքը ձեր հետ ոնց է վարվելու ապագայում։ Ու դուք պետք է սրա հետ հաշվի նստեք ու վստահ լինեք, որ ոչ մի սխալ մի թույլ չտաք ձեր սրտների մեջ։ Ինչու՞, որտեղ ինքը 4 անգամ ասելով նույն բանի մասին, ինքը ցրում ամեն կասկածները մեզանից, որ մեր սրտում վստահություն իր հանդեպ ավելի ուժեղ դառնա, որտեղ ինքը ասում է, ինքը անում է։ Ամեն։ Թող ինչ որ մեկը բարձր ասի ամեն։ Լավ, եկեք տեսնենք Հիսուսը ձեր հետ ոնց է վարվելու, մեր բոլորիս հետ։ Ամեն, ինքը ասում է ու ինքը անում է։ Մեր հետ ինքը սենց է վարվելու։ Ուրեմն, առաջին տեղը որ կարդում եմ 6:39-ը։ Սա է ինձ ուղարկող հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվավ, նրանցից չկորցնեմ, այլ հետին օրում հարուցանեմ նրանց։ Էսի մեկ։ Դուք ուշադիր հետևեք ինչ եմ ես հիմա ասում։ Էսի Սուրբ Հոգին է ձեր հետ խոսում։ Այսօր պրոստը ես չեմ եկել ձեզի ասենք ինչ որ մի լավ քարոզտամ գնա։ Ես ուղերձով եմ եկել։ Ու Տիրոջ հոգու ուղերձով եմ եկել։ Դուք պետք է այս ուղերձի հետ հաշվի նստեք, որ ձեր կյանքը փոխվի։ Եթե չեք նստելու հաշվի, նշանակում է նորից հարատևել եք ինչ որ մի վիճակի մեջ, բայց կարա փոխվի։ Նույնը չմնա։ Ինչու, որովհետև ինքը ասում է ես քո հետ ոնց եմ վարվելու, որ դու վախ չունենաս ապագայի բաների նկատմամբ։ Որովհետև ինքը ասում է ոնց եմ քո հետ վարվելու։
ինքը ասում է ես քեզ հարություն եմ տալու։ Երկրորդ տեղը կարդանք 6:40-ը։ Եվ սա է ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով որ տեսնի որդուն, հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, եւ ես հետին օրում հարություն տամ նրան։ Ինչ է սա նշանակում։ Ոնց տեսնի որդուն։ Խաչված, մահացած, հարություն առած ու հավատա, որ այդ ամեն ինչ իր համար է եղել։ Ես իրան հարություն եմ տալու։ Երկրորդ խոսմունքն է, ասում է ոնց են վարվելու ձեր հետ։ Ես հարություն եմ տալու, եթե դու հավատում ես խաչի վրա տեղի ունեցածին, ինչ որ քո համար տեղի ունեցել։ Եթե դու դրան հավատում ես, որ հենց քո համար է եղել, ես քեզի հարություն եմ տալու։ Ամեն, ամեն։ Ինքն ասում է, իմ խոսքերը չէ։ Այս իր խոսմունքն է, որ դու դրանից բռնվես շատ ուժեղ։ Երրորդ տեղը նայեք։ 44 խոսքն եմ կարդում։ Նույն հատվածում ինքը մի քարոզի մեջ ոչ միայն ասում է 7 անգամ, որ ինքը երկնքից եկած հացն է, որից մենք օգտվում ենք։ Ինքը նույն քարոզի մեջ 4 անգամ էլ ասում է քո հետ ոնց են վարվելու։ 44 խոսքը sense ասում։ Ոչ ոք կարող չի ինձ մոտ գալ, եթե հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշե նրան։ Սա պատիվ տալու process-ն է, որ ով ում որ հայրը քաշում է Հիսուսի մոտ, հələ ինչ ասում։ Ես հետին օրում հարություն եմ տալու նրան։ Ոնց է դուրս գալի։ Հիսուս ինչ նպատակ է ուղղված, ուզում է իր լսարան հասկանացնի, ոնց եմ ես քո հետ վարվելու, ամեն մեկիդ հետ ոնց եմ վարվելու։ Էսի մեզ համար շատ կարևոր է։ Դու ինչի հաշվին ես եկել Հիսուսի մոտ։ Հայրն է քաշել քեզ Հիսուսի մոտ։ Գործարկը հոր ու որդու միջև է, քո խաթր։ Հայրը քեզ քաշել է Հիսուսի մոտ, Հիսուսն էլ քեզ խոսմունք է տալի։ Ում որ հայրը քաշել է իմ մոտ, ես նրան հարություն եմ տալու։ Ես չեմ կորցնելու նրան։ Էս ինձ շատ ուրախացնում։ Եկեք կարդանք 55-րդ խոսքը։ Երբևիցե հաղորդության մասնակից եղել ես։ Եղել եք, չէ՞։ Լսեք։ 55 խոսքն եմ կարդում։ 4-րդ խոսմունքը։ Ասում է իմ մարմին ուտողը եւ իմ արյուն խմողը հավիտենական կյանք ունի եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Հիսուսը հարության հեղինակ է ներկայանում։ Հիսուս ասում է ես քո հետ ոնց եմ վարվելու։ Հիմա եկեք տեսնենք, տեսեք, մեկը անցյալի ոչ թե անցյալ ներկայի բանով ներկայ իր ով լինելն է ներկայացնում, միտեղ ինքը ներկայացնում է թե ինքը քո հետ ոնց է վարվելու։ Ճիշտ է։ Իր ներկայացնելը եւ իր վարվելը դրանք իրար հետ շահկապված են, բայց իր ամենակարևոր բանից մեկը, որ ներկայի մեջ սկսում է քո հետ աշխատել, այս խոսմունքները տալով հանդերձ, դրանով չի ավարտում։ Ինքը ներկայի մեջ քեզ ուզում է ակտիվացնի, որ դու կյանքի իրականությամբ ապրես ներկայի մեջ, որովհետև դու պետք է հարուցանող երևույթը հիմա վերապրես, ոչ թե ապագայում։ Թեկուզ ինքը ասում է ես քո հետ ոնց եմ վարվելու ապագայում։ Ինքը ասում է ես ով եմ, բայց ինքը հետաքրքրված է որ քո ներսում հայտնություն բացի, կյանքի կոչի, նայա բացողը, այդ ինչի համար մենք կարիք ունենք խնդրելու Սուրբ Հոգի բացի այդ իրականությունը ինձ համար, որ ես մեռածի պես ման չգամ, ես կյանք ունեցողի պես ման գամ։ Մեծ բան է որ կյանքը մեր մեջ լինի, բայց մենք ինձ ենք ման գալի, ասես աշխարհի սաղ բերը մեր վրա լինի։ Կյանքը պետք է տիրապետի ամեն բանի մեջ։ Եկեք հիմա կարդանք մի պատմություն Հովհաննեսի արդեն 20-րդ գլխից։ Ինչ է անում Հիսուսը, ոնց է Հիսուսը բացում։ Ուշադրությունը ձեր գրավում եմ, գիտեք, շատ կարևոր մի հատ խոսքի վրա, որ գործառաքելոց 1:3-ում է գրված։ Եկեք տեսնենք ինչի համար է պետք, որ ես ու դու կենտրոնանանք հարության իրականության վրա ու խնդրենք, որ սա մեզ համար կենթանանա։ Երբ որ Հիսուսը մեռելներից հարություն առավ, ուղիղ 40 օր, ինքը ամեն տեսակի հանդիպումներ ունեցավ իր հավատացողների համար, որ իր հավատացողները ինչ անի, այդ մթնոլորտից դուրս անի, որովհետև իր հավատացյալները, այսինքն իրան հետևողները, ինչ պատկերներ էին տեսել իրանց աչքի առաջ։ Հիմա տեսեք։ Առաջին պատկերը, որ աշակերտները տեսան, դա որ պատկերն էր, որ Հիսուսը ինքը բռնվավ, Գեթսեմանի պարտեզը։ Ես այդ հատվածները ուզում եմ ձեր աչքով անցկացնեմ հիմա։ Իրանք բոլորը տեսան, որ Հիսուսին բռնեցին։ Էսի մի պատկեր էր։ Հաջորդ պատկերը իրանք տեսնում են, որ Հիսուսին ծեծեցին։ Հաջորդ պատկերը, որ իրանք տեսնում են, որ իրան խոշտանգում են ու այդ փետը իր վսին դնում են, տանում են։ Հաջորդ պատկերը, որ տեսնում են, խաչը հանեցին։ Իրանց մոտ սա պատկերներ էին։ Պատկերներ պատկերների վրա։ Ու մեկ էլ հանկարծ պատկերացեք, ոմանք տեսնում են ոնց են գեղարդով իր կողը խոցում։ Էս էլ մի ուրիշ պատկեր էր։ Ես կարամ այս պատկերներից ցուցակ շարունակել։ Հետո տեսնում եմ, որ իրան վերցեցին գերեզմանի մեջ դրեցին ու քարը փակեցին։ Էս էլ մի պատկեր էր։
ու վերջ, բոլորի հույսը մեռավ։ Իրանք հանդիպել էին այդ բոլոր խոսքերին։ Հիսուսը խոսացել, իրանք լսել էին, նա ներկայացել էր ես եմ հարությունը, ես եմ կյանքը։ Պատկերացրեք իրանք այդ մի խոսքը էլ չեն կարողանում ընկալեն։ Ինչի որտեվ իրանք առաջ ուրիշ պատկեր բացվավ։ Ֆիզիկապես էին ամեն ինչին նայում։ Այդ ամեն ինչը պատկերների պեսով եկավ մի կետի, որ ամեն ինչ իրանք ներսում սպանեց։ Հիմա Հիսուսը հարությունից հետո 40 օր, ասա 40 օր։ Էսի պատահական խոսք չի, 40 օր տրամադրում է, որ իր կենթանության վկայությունը բացի այդ մարդկանց համար։ Իսկ մենք 40 օր չենք կենթանում, գոնե խնդրենք, Տեր բացի էլի։ Իրանք բացել ես, մեզ էլ բացի։ Մենք պետք է իր օրինակին հետևենք, ոչ թե մեր ձևին։ Ինքը կենտրոնացել է, որ այդ հարության վկայությունը բացի իր աշակերտների համար։ Մենք էլ պետք է կենտրոնանանք, խնդրելով Տեր, ոնց որ դու կենտրոնացել ես առաջին լսարանի աշակերտներին, այդպես էլ կենտրոնացի այսօրվա լսարանին, բացի քո հարության իրականությունը ինձ համար։ Խնդրում եմ, մեղք չհամարես, բայց էդի բացի ոնց որ իրանց հետ բացի, այտենց էլ մեզ բացի, Սուրբ Հոգի կենթանացրու ես ամեն ինչը։ Ես ուզում եմ իմանամ, ես ուզում եմ այդ իրականությունով լցվեմ, որտեվ էդի արդեն հայտնության ոլորտն է, որ մենք ակնկալում ենք, իսկ ամեն մի բացված վկայությունը դա հայտնությունն է, Քրիստոսն է հայտնություն բերում մեր մեջ։ Աստծո այդ հայտնությունը գալի, առանց այդ հայտնության ոչ մեկ չի կենթանանում։ Դրա համար մենք ակնկալում ենք, որ խոսում ենք, ակնկալում ենք, որ Սուրբ Հոգին բացելու այդ ամեն ինչը, պատկերացնում եք։ Ու հիմա եկեք ուշադրություն դարձնենք ստեղ։ Ինչ անում Հիսուսը։ Գործառաքելուց 1:3-ում գրված է, երբ որ Ղուկասը գրում էր սրա մասին, ասում, որոնց էլ ասում է իր չարչարանքից հետո իրան կենթանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրվա միջոցում երևալով նրանց եւ Աստծո արքայությունը համար խոսալով։ Երկու բան, որ ինքը հարությունից հետո շատ արել է։ Մեկ իր կենթանություն, որ ինքը կենթանի է, հարություն արմերելներից, ինքը հաստատում էր իրանց մեջ, որ իրանք այդ հաստատությունով աշխարհ տան։ Եթե այս հաստատությունը չբարձրացավ մեր համար տանջանքալնելու, մեր գործունեությունը աշխարհ չի կարա տա, դա կլինի մարդկային կարողությամբ ակտիվություն, բայց հենց էդի բացվումը քո ներսը պայթում է ուրախությունից։ Դու չես կարող սովորականի պես խոսած Հիսուսի մասին։ Դու վկայություն ես բերում, ասում ես նա կենթանի է ու էդի ազդում է մթնոլորտի վրա։ Երբ որ դու վերցնես ասենք օրինակ Հիսուսի մասին խոսած ոչ թե այդ իրականությունից, դու տեղեկություն ես փոխանցում։ Բայց հետ դու այդ իրականությունից ես խոսում, դու ոչ թե այդ տեղեկություն, դու վկայություն ես փոխանցում։ Վկայությունը տեղեկություն չի, դա ազդեցություն է բերում արդեն։ Էսիա փոխում մթնոլորտը սիրելիներ, ու եկեք ուշադրություն դարձնենք ստեղ հիմա այս պատմությանը։ 11-րդ խոսքից եմ կարդում 20-րդ գլխի։ Առաջին հանդիպումներից մեկը։ Ես շատ հանդիպումներ կարայի բան անել, բայց Տերը սրա վրա կենտրոնացրեց իմ ուշադրությունը, որ այսօր այս հանդիպման մասին խոսան։ Պատկերացեք, Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր, դուրսը եւ լաց էր լինում, որովհետեւ եկել են գերեզման, տեսել են, որ Հիսուսը այնտեղ չի, ու որոշները գնացել են աշակերտներին, ասել են, որ այնտեղ մեռել չկա, ու պատկերացեք, Պետրոսն ու Հովհաննեսը եկել են, տեսել են, հաստատվել են, թողել են, գնացել են, բայց Մարիամը մնացել այնտեղ։ Ինչ անում Մարիամը, եկեք նայենք։ Բայց Մարիամ գերեզմանի մոտ կանգնած էր, դուրսը եւ լաց էր լինում, լաց լինելիս ծռվեց, մտիկ տվավ գերեզմանի մեջ եւ տեսնում էր երկու հեշտակ սպիտակ հանդերձներով նստած։ Մեկը գլխի կողմին, մյուսը ոտների կողմին, որտեղ Հիսուսի մարմինը դրված էր։ Եվ նրանք ասեցին նրան. «Ով կին, ինչու ես լաց լինում»։ Այ տարօրինակ հարց։ Մարդը սուքի մեջ ասում է, ինչի ես լաց լինում։ Հրեշտակները չեն հասկանում սուկ բառը, երբ որ հարության հեղինակ այդ գործ ունեն։ Դրա համար երբ որ իրանք մի բան ասում են, մենք ոնց որ իրանք չհասկանանք։ Տարօրինակ է, չէ՞։ Դու սուքի մեջ ես, մեկը գա քեզ ասի լաց մի լինի։ Եթե դու մեկին գաս ասես լաց մի լինի, առնվազն դու պետք է անես մի բան առաջարկես իրան, որ էդի փոխի իր լացը ուրախության։ Իսկ առանց հարության բանի դու չես կարող էդի անես։ Հարության լուրը հենց այն բանը, որ քեզի լացից ազատում է, որովհետև դու մի օր ակնկալիք ես ունենալու։ Այս շատ կարևոր բան է։ Դսեք ինչ է կատարվում։ Երբ որ ինքը ասում ինչու ես լաց լինում, ով կին, ու նայք ինքը իր պատասխանը։ Եվ նրան ասեցին, ով կին, ինչու ես լաց լինում, նրան ասեց, նրա համար, որ իմ տիրոջը վեր առան, եւ չգիտեն թե ուր են դրել նրան։ Եվ երբ որ սա ասեց, դարձյալ իր հետին կողմը Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե Հիսուսն է։ Փաստորեն իրանց այդ բոլոր պատկերները, որ ես ասեցի,
բլոկիրովկա են արի իրանց ներքնաշխարհը, որ իրանք չճանաչեն։ Եթե Հիսուսը չբացի, ոչ մեկ չի կարող իմանա։ Անկեղծ բան եմ ասում, եթե Տերը չբացի, ոչ մեկ չի կարող իմանա Հիսուսի կենթանության մասին։ Ուստի ինչ է տեսնում, որ ինքը նայում է Հիսուսի, բայց չի ճանաչում իրան։ Ինչի՞, որտեվ այն պատկերները որ կային, դրանք չէին թողում, որտեվ ինքը պատկերներ է տեսել, ոնց են սպանում, ոնց են խոշտանգում, ոնց են գերեզման դնում։ Ինքը այդ պատկերներից դուրս բան չի կարող տեսնի։ Տերը պետք է դա բացի։ Այստեղը որ մեկ էլ Տերը բացում է, դա կոչվում է հայտնություն։ Այդ ինչի համար մենք կարիք ունենք, որ Տեր բացի, եթե դա չբացվի, իմ առջև ինքան պատկերներ կան։ Ես շատ պատկերներ կա, որ ինձ խանգարում է, բացի որ այդ պատկերները ինձ չխանգարեն, որ ես տեսնեմ քո կենթանության իրականությունը։ Ճիշտ է։ Հիմա պատկերացեք Մարիամը ստելն այք ինչ ասում։ Նա նայում է Հիսուսին ու չի ճանաչում։ Հիսուսը նրան ասեց. «Կին, ինչու ես լաց լինում։ Ում ես որոնում»։ Հիսուս չգիտեր ինքը ում է որոնում։ Լավ էլ գիտեր։ Հիսուսի հումորը մեկ-մեկ չես հասկանում, այնքան հետաքրքիր ձևով է բացվում։ Ինքան ասում է, ով կին, ում ես որոնում, ինքն էլ ասում է, մտածելով թե պարտիսպանն է, ասեց նրան։ Ասում է, Տեր, թե դու ես վեր առել նրան, ասի ինձ ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ նրան։ Իր մղումը ինքը կենտրոնացած է ֆիզիկական մարմնի վրա, բայց չի տեսնում իր հոգու կենթանության ոլորտը։ Տեսնում եք։ Ինքը ֆիզիկական մարմնի մասն է մտածում, ուր է իր մարմինը, որ ես վեր առնեմ այդ մարմինը պայպայեմ։ Մենք բոլորս մարմնի հետ գործ ունենք, բայց ոչ հոգու հետ։ Իսկ Տերը ուզում է, որ դուք հոգու հետ գործ ունենաք։ Երբ որ դուք հոգու հետ գործ ունեցաք, դուք հաղթելու եք այդ բարիերը արդեն։ Չէ՞ որ ստե մարդը մտածում է, որ ես դրի իր մարմինը։ Ինքը մարմնից այն կողմ չի կարողանում մտածի։ Եկեք տեսնենք։ Ուր ես դրել, ես վեր առնեմ նրան։ Հիսուս նրան ասեց. Մարիամ, ոնց է դուրս գալի, որ իրան անունով է դիմում։ Ոչ մի դևի իրավունք տրված չի քեզ քո անունով դիմել։ Այլապես դու չես զանազանի, Աստվածա թե օտարն է։ Մենակ Հիսուս իրավունք ունի քեզ անունով դիմի։ Էսի ասում եմ, որ դու լուրջ իմանաս։ Երբ որ քեզ օտարի պես են մոտենում, դու չես ճանաչում, բայց երբ որ քեզ քո անունով են մոտենում, դու ճանաչում ես։ Ու Հիսուսը երբեք օտարի պես քեզ չի մոտենում, ինքը միշտ քո անունով է դիմում, անգամ մեղավոր վիճակում էլ քո անունով է քեզ դիմում։ Իսկ սատանային քեզ քո անունով դիմել այդ նշանակում է, որ պետք է ինքը ընդունի այն փաստը, որ դու անձես Աստծո պատկերով նմանությամբ, իսկ դա իրան ձեռ չի տալի։ Որտեվ ինքը չի ուզում քեզ ընդունի ինչպես անձ, անուն ունեցող մարդ, որտեվ սա վտանգավոր է իր համար։ Լավ, էսի ուրիշ թեմա չմտնենք դրա մեջ, բայց դե ուզում եմ ձեր ուշադրություն գրավում։ Հենց ինքը ասեց Մարիամ, ճանաչեց ինքը։ Էսի Հիսուսն է, էսի Հիսուսն է, էսի Հիսուսն է։ Նա ճանաչեց մի անգամ, որտեվ ինտոնացիայից, մոտեցման ձևից, անունը տալուց Մարիամ մի անգամ կենթանացավ։ Նայեք, ասում է, երբ որ ինքը լսեց այս բանը, դարձավ ասեց Ռաբունի, որ թարգմանվի վարդապետ։ Հիսուսն նրան ասեց. մի դիպչի ինձ, որտեվ դեռ ես նախապատվությունը հորը չեմ տվել այս ամբողջ արած գործի։ Ասում է, բայց դու գնա իմ եղբայրների մոտ եւ նրան ասի. ես վեր եմ ելնում իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում է, թե նա տեսավ Տիրոջը եւ թե նա այս բաները իրան ասեց։ Ինչ ենք մենք ստե տեսնում։ Առաջին պատգամը հայտնության դա ընտանիքի պատգամն է։ Որ Հիսուսը հարություն առած ժամանակ ասում է գնա իմ եղբայրներին ասա, որ գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Սա նշանակում է ընտանիք։ Մենք ամեն բան պետք է անենք, որ ընտանիքի այս գաղափարը չկորցնենք տեսադարձից։ Ինչու, որովհետեւ հարության պատճառով է ընտանիքի գաղափարը հաստատում մնում։ Եթե հարության գաղափարը մենք տարաձայնության վերածենք մեր մեջ, չէ, մենք ընտանիք չենք դառնա։ Իսկ հարության գլխավոր պատգամը, որ բացվել է, առաջին հերթին ընտանիքի թեման է, որ մենք պապա ունենք, մենք հայր ունենք, նա կենթանի է, նա տիրություն է, նա ոչ մեկին չի կորցնում, նա մինչև վերջ պահում է, մենք հələ մի օր էդի տեսնելու ենք, երբ որ Հիսուսի երկրորդ գալուստը կլինի։ Դուք ապշած եք մնալու, ինչքան արցունքներ են սրբել ձեզանից։ Դուք ապշած եք մնալու, թե ինչ զարմանալի ուրախություններ եք դեռևս վեր ապրելու։ Բայց այդ ակնկալիքով պետք է հիմա էլ ապրենք։ Ինչ արեց Մարիամի կյանքում, երբ որ ինքես հարության իրականությունը բացեց։ Նրա սուքը, նրա լացը փոխվավ մի ակնթարթում ուրախության։
Նա ներկայի զորություն ունեցավ, նա ներկայի մեջ վազեց ու գնաց աղբերներին վկայեց, նա վկա դարավ, ականատես դարավ, նա այս իրականությունից իր լացը փոխավ ուրախության։ Ինչու, որովհետև հանդիպավ հարյալ Քրիստոսին։ Ինչու Տերը հետաքրքրված, որ այս օրերի մեջ, ընդհանրապես մեր ամեն օրվա մեջ իր հարության իրականությունը բացի, որ դու զորություն հագած գործես, ապրես, շարժվես, ակտիվ օգնություն ու օրհնություն լինես շատերի համար, որ երբ որ դու գաս մեկին օգնելու, գիտես, դու ունենաս քո ներսից այդ կարողությունը, որովհետև այդ կարողությունը հենց հարության պատճառով ակտիվանում մեր ներսում։ Մենք ուժ ենք ստանում դրանից, որ խոսում ենք, կիսվում ենք, հասնում ենք, մեկ մարդիկ ասում են, դուք ինքան sense ոնց որ անընդհատ կենթանություն կա ձեր մեջ, այդ ինչի պատճառով է։ Ասում եմ, հələ դու մի հատ հանդիպի այդ հարյալին, տեսեմ ինչ ալնելու քո հետ։ Հենց դու հանդիպում ես հարյալին, դու նույնը չես մնում։ Ախր դա հնարավոր չի, որ նույնը մնաս։ Ու գիտեք, Հիսուսը մի հատ լուրջ հանդիմանություն արեց այս հողի վրա։ Երբ որ ինքը եկավ իր աշակերտների մոտ, որ մեկին ուղարկեց չհավատացին, հետո երկուսին է հանդիպում Էմաուսի ճանապարհին։ Նրանք էլ կենթանացան, կռվի մեջ էին, բորբոքված, վիճում էին իրար հետ։ Հույսները կոտրած էր, իրանց արժևել էր այդ սաղ պատկերները։ 24-րդ գլխում է նկարագրված։ Գալիս են իրանք պատկերացեք նեղված, Հիսուս գալիս է կողքից կանգնում ասում է, տղերք, ինչի համար եք վիճում։ Մեկը ասում, մենակ դու ես ամբողջ Երուսաղեմում, որ ես իր արանցումներին տեղյակ չես։ Ինչ իր արանցումներ։ Հիսուսը ինձ հարցերը տալի, որ ասես թե ոչ մանի տեղյակ չի։ Ու մենք էլ հանկարծ ենք, այն Հիսուսը մենք էլ գիտենք, որ ինքը Աստծո ուղարկվածներ են, էլ այդ անշնորհները բռնեցին, սպանեցին այդ մարդուն։ Ափսոս էլի ասում, այնքան լավ մեկներ։ Ու էսի սկսում է խոսալ հետները, հայտնությունները բացում է, սկզբում խոսում է իր մասին։ Դուք պատկերացնում եք Հիսուսը գրքերից իր մասին է խոսում։ Մենք ում մասին ենք խոսում մեր տներում։ Եթե իր մասին չես խոսում, ում մասին ես խոսում։ Հոգսերիդ մասին, խնդիրներիդ մասին, խնդիրներիդ մասին, դու սխալ ես անում, եթե տենց ես անում։ Եթե Հիսուսը հարություն առած մեկը գրքերից խոսում է իր մասին, այդ հիասթափված մարդկանց հետ, ապա դու ինչ պետք է խոսաս։ Առանց Հիսուսի խոսակցության հիասթափությունը չի փոխվում։ Իրավիճակները չեն փոխվում։ Երբ որ դու Հիսուսի մասին ես խոսում, այդ հարյալի զորությունը ակտիվանում է, իրավիճակներ են սկսում փոխվել։ Մենք ամեն ինչ կանանք խոսանք, բայց ոչ իր մասին, իսկ ինքը իր մասին է խոսում։ Ինքը իր մասին է բացում։ Ինքը այնքան հետաքրքրված է, որ իր իրականությունը բացվի մարդկանց, որ ինքը դրանից չի շեղվում մի ակնթարթել։ Անկամ Հիսուսը ասում է, որ Սուրբ Հոգին որ գա, իմ մասին է խոսալու։ Ինչու՞, որտեղ ինքը հարություն առել։ Հարություն առել։ Էսի մի օրվա գաղափար չպետք է լինի մեզ համար։ Մենք պետք է սրա մեջ ներծծվենք, բռնկվենք։ Էսի պետք է մեր շունչը դառնա, մեր մտածելակերպը դառնա։ Ինչու՞, որտեղ դրանց կախված է քո փոփոխությունը։ Դրանց կախված է, որ քո սուքը մի ակնթարթում կարա փոփոխվի, իրականում կյանքի փոխվի, որ դու օրերից մի օր։ Մի դեպք պատմեմ ձեզ։ Այնքան ռեալ էր։ Մեր ընկերներից մեկը հրավիրեց մի տաքսիստ ծանոթ ունեմ, իր տաքսի շատ եմ օգտվում։ Այս տաքսիստն էլ որ հանկարծ միտեղ մի խնդիր է տեսնում, իրանց վերջը համոզում են ձեր ասում է, այ հով Կարեն ջան, sense մարդիկ կան, կարանք եթե մի հատ իրանց համար աղոթենք։ Դե իրանք ինձ առայցունից օգտվում են, որ մի դժվարություններ լնում են, ես եմ միշտ այդում իրանց օգնում տանում Իսյանյան։ Հիմա sense հարց կա, եթե մի հատ աղոթենք էլ այդ մարդու համար, ոյոսի ոչ մի խնդիր։ Դու իմ օգնական ես, այս հարցերում երբ պետք է լինի, դու հանկարծ չխառնվես։ Հիմա գնացին մի հատ տղամարդ էր, կռիվ անցած տղամարդ էր։ Պատկերացեք հիվանդ է։ Ու այնպես վիճակում է, որ ասենք լավ չի վիճակը։ Գնացինք հանդիպանք, աղոթք արեցինք, Հիսուսին ընդունեց, քողցել մթնոլորտ, իր առանցում փոխվավ, վիրահատություն արեցին։ Իհարկե, հուծվածություն անեցել, որ հետո ննջում է այդ մարդը։ Բայց այդ ընթացքում, որ մենք իր հետ աղոթք ենք անում, ինքը Հիսուսին ընդունում է Տեր ու Փրկիչ, ինձ sense ասում, Կարեն, գիտես չէ, ես մեռնելուց չեմ վախենում արդեն։ Որտեւ Հիսուսի մեջ է։ Այդ աղոթքից հետո ասեցի, դա ամենամեծ հայտնությունն է, դրանք կին բռնվի, մնացած բաների մասին հետո խոսալ։ Այդ երկրորդ հանդիպումը գնում ենք արդեն վիրահատությունից հետո ենք հանդիպում, նստած զրուցենք անում այդ օրը, որ մենք այս տղամարդու հետ աղոթք ենք անում Հիսուսին ընդունում Տեր ու Փրկիչ, իր 10 տարեկան թորն էր այդտեղ։ Տղա երեխա է, այդ տղեն էլ մեր հետ այդ աղոթքը անում է։ Հետո որ դրանից հետո ինքը արդեն ննջում է, անցնում է մոտավորապես մի 10 օր այդ իրարանցումներից, այդ արարողություններից, բաներից, այս երեխեն երազա տեսնում։
Պատկերացեք երազին պապիկը գալիս է, այդ երեխուն ասում է տնեցիկին ասա, որ իրանք շատ չտխրեն ինձ համար։ Այն աղոթքի պատճառով ես լավ տեղում եմ գտնվում։ Այս երեխին հենց պատմել է։ Ես այնքան ուրիշի վկայությունները պատմեցի, վերջ եկավ իմ գլխին։ Իմ հետ արդեն կա, ես արդեն առաջի ձեր վկայություն ունեմ, որ դրա մասին պատմեմ։ Ու գիտեք ինչ է զարմացրեց, որ այդ տան մարդիկ սենց կանգնան լուրջ ընտրության առաջ, կամ հավատան սրան, կամ չհավատան։ Բայց ավելի լավ է, որ հավատաս։ Պետք է, որ հավատաս։ Ավելի լավ է քո կասկածամտությունները անջատես, հավատաս։ Քեզ համար լավ է, որ հավատաս, որովհետև քեզ պետք է հավատաս, որ չմնաս քո գերության մեջ։ Դու պետք է հարյալի հետ գործ ունենաս։ Նա հարություն առը մեռնել է։ Օրես մի օր ինչ խոսք է ասում։ Նա ինձ հավատում է, թեև մեռնի, նա պետք է ապրի։ Դու այս իրականությունից կյանք ես առնում, գործելու ակնկալիք ես առնում, որ օրերից մի օր հանդիպելու ես։ Էսի մեզի պետք է գիտեք ինչի համար, եթե մենք այս հեռանկարով չապրենք, մենք չենք ճեղքի մեր ներկան։ Իսկ Հիսուսը ներկայի մեջ է դի ուզում ես բացի։ Ինքը ներկայի մեջ է գաղտնիքները բացում է ինչու, որ դու ներկայի մեջ ապրես այդ հարուցանող զորությունը, որ դու օգնություն լինես շատ շատերին, որտեղ մենք ապագայի արդեն խոստմունք ունենք։ Հետին օրում ես ձեր հետ սենց եմ վարվելու։ 4 անգամ Հիսուս ասում է, որ դու դրա մասին չմտածես։ Ինքը ներկայում է, ինքը ով է եւ ինքը ինչ է անում։ Այս շատ կարևոր է, որ մենք սրա հետ համագործակցենք։ Երբ որ ինքը ներկայանում է ով է, ես արդեն ակնկալում եմ, եթե ինքը այդպես է ներկայանում, ուրեմն ինքը լուրջ մեկն է, բան ունի անելու։ Երբ որ ինքը ասում է, ես քո հետ ոնց եմ վարվելու, այս ինձ հանգստություն է տալու, որ ես չանհանգստանում եմ ապագայի համար։ Ես վստահում եմ իրան։ Եվ երրորդը, երբ որ ինքը ինչ անում հիմա, այս ինձ կենթանացնում արդեն գործելու համար։ Դրա հաշվին ենք մենք սկսում գործել, աղոթել, մեր տների համար բարիք մտածել, աղոթք անել, փրկության գործով զբաղվել։ Այդ օգնությունը դրա համար է, որ ես ու դու մեր տան բոլոր անդամների փրկության գործը իրականում ակտիվացնենք մեջ մտցնենք։ Ամեն։ Ու գիտեք, այդ երկու տղերքը, երբ որ Հիսուս իրանց բացեց, ինչ արեցին։ Պատմությունը դուք բոլորդ էլ գիտեք, այնպես չի որ չեք լսել։ Այդ երկու տղերքը հենց բացվավ իրանց համար։ Իրանք հելան գիշերով եկան ու սաղին պատմեցին։ Իրանք կարենից էս մտածեին։ Լավ առավոտը կբացի նոր գիտանք։ Այս լուրը չի հասկանում առավոտը, բացի նոր կանեն։ Այսին էս լուրը, որ մարդը չի կարողանում համբերի։ Այսին էս լուրը, որ դու չես կարող սպասես առավոտը բացի որ նոր է թար։ Գիշերվա հազարներ լնի, գլնես կեթաս կպատմես։ Ինչի որովհետև այդ լուրն է այդպիսի։ Հարության լուրը այդպիսին է։ Դու չես կարող մելանխոլիկ մնալ, չես կարող նեղված մնալ, երբ որ այս հարության լուրը բացվում է, քո ներսը պայթում է ուրախությունից։ Դու նույնը չես մնում, հոգսերի բեռի տակ չես մնում, ընկճված չես մնում, կյանք է բացվում։ Այսի պետք է որ Տերը բացի մեզ։ Համաձայն եք։ Ուզում եք որ դա ակտիվանա։ Մենք դա պետք է ակտիվացնենք Հիսուսի անունով։ Տեսեք, Մարիամի մոտ մի օր այդ process-ը լացի մեջ էր, սուքի մեջ էր, լարվածության մեջ էր, բերեր, մեկ էլ հանկարծ Հիսուսը բացեց իր հարության իրականությունը։ Մի ակնթարթում այդ ամեն ինչը փոխվավ։ Վաու, մենք սրա կարիք ունենք սիրելիներ։ Լուրջ բան եմ ասում, մենք սրա կարիք ունենք։ Էսի ամենազարմանալի նորությունն Աստվածաշնչի մեջ։ Ամենազարմանալի նորությունն է, դաժե ասեմ ձեզ, որ այն ինչ տեսիք, որ տեսնեք հրեշտակների մասին, իրանց փառաբանությունների, ճոխությունների մասին, ինքը չի կարող բաղդատվի այս զարմանալի իրականության հետ։ Այս այն ամենազարմանալի իրականությունն է, որ ամբողջ երկինքը սրա պատճառով ցնծություն է վերապրում։ Դրա համար այնտեղ գիշեր-ցերեկ երգում են Սուրբ է, Սուրբ է, ում են երգում։ Հարյալի։ Հարյալի, որ նա հարություն արը մեռելներից, որ նա հաղթեց մահվանը, որ նա հաղթեց չարին, որ նա մեր բոլորիս անունից մեծ հաղթանակ տարավ, ու նա գահի վրա նստած է, ունտեղ գիշեր-ցերեկ տոնում են, ում հարյալ մեկին։ Հիմա մենք երգում ենք այսպես ենք աղոթք անում։ Տեր, թող քո արքայությունը գա, թող քո կամքը լինի։ Այնպես ինչպես երկնքում է, այնպես երկրի վրա։ Իսկ ինչպես է երկնքում։ Այնտեղ հարյալի ուրախությունն է, ու մենք էդ ենք կանչում սե երկրի մեջ։ Ինքը այնտեղ կենդանի նստած է, հարյալի զորությունը նաև Սուրբ Հոգով մեր մեջ է հիմա։ Խոսքը ասում է, որ մեր մեջ հարուցանող զորությունն է։ Եփեսացիներ առաջի գլխում է, չէ՞ գրված։ Ասում է դա գործածվեց, Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, ու այդ զորությունը այսօր մեր մեջ է։ Մենք հայտնության կարիք ունենք։ Մենք այստեղ է որ խնդրում ենք Տեր,
կենթանացրու, բացի, որ ես ոչ թե ստեղ գաղափար ունենամ, այստեղ հայտնություն ունենամ, որ ոչ թե ստեղի հազարդ խոսք անգիր ասեմ ու դրանց միա զորությունը չտեսնեմ, այլ դրանց հայտնությունը տեսնեմ, որ այդ կենթանության հետ ես գործ ունենամ։ Երբ որ այդ կենթանությունը անկած բացվում է, քո սիրտը նույնը չի մնում։ Սա է մեզ փոխում, սիրելիներ։ Ասում նա ուղարկեց խոսքը եւ բժշկեց նրանց։ Ինչու՞, որտեղ այդ խոսքը կենթանի է։ Խոսքը մեռած չի, խոսքը կենթանի է, հենց ինքը Հիսուսն է, հարյալն է, որ մեր մեջ է սիրելիներս, ու ինքը հրաշալի գործերը ուզում իրականացնի ձեր մեջ, մեր բոլորիս միջոցով։ Ամեն։ Հալելույա։ Դուք տեսնեք սա կարևորությունը։ Հիսուսը ոնց ներկայանում է, պետքա դրանց բռնվենք։ Հիսուսը ինչ խոստումներ որ տալիս է, պետքա դրանց բռնվենք։ Դուք օրերից մի օր պետքա այդ ակնկալիքով ձեր աչքերը փակեք այս երկրի վրա, երբ որ կգայի ժամանակը։ Իսկ եթե չփակեք ու ինքը կգայի ժամանակ, նշանակում դուք երբեք այդ process չեք ունենալու, բայց մեկ մասնակից կլինեք։ Հարության ամենազարմանալի լուրը բոլոր տեղերում դնեք կարդացեք իրական գործառակելից, կտեսնեք, որտեղ իրանք հարության մասին խոսում էին, կատաղազերի հալածում էին իրանց։ Ես վերցեցի մի օր փորձ արեցի։ Որտեղ գնում է ասենք մեղավոր մարդկանց մեջ խոսում է հարության մասին։ Այս օրերի մեջ է։ Ուրեմն այնքան բանի եմ հանդիպել, ասենց են ասում։ Աստված ձենը լսի։ Համ զգում ես, որ իրանք ուզում են, որ այդ բանը տենց լինի։ Համ իրանք միտքը տորմոզ է, չի թողում, որ իրանք հավատան, որ այդպես կլինի։ Բայց միևնույնն է, մենք պետքա խոսանք։ Որոշներ գասում են դուք գժվել եք արդեն։ Ինչ հարություն։ Մեռավ գնաց էլի պրծավ վերջ։ Էլ ինչի մասին եք անկապ խոսում։ Ինչ եք մարդկանց սուտանուն հույս էր տալիս։ Բայց մենք սուտանուն հույս չենք տալիս, Աստծո խոսքն է դրա մասին ասում։ Մենք հավատում ենք դրան, մենք այդ հավատքից էլ խոսում ենք, հավատացինք դրա համար խոսացինք։ Սիրելիներ, եթե հարության թեման մեր մեջ ամենասենց վնասված թեման է դառնում, մենք փոփոխություն չենք տեսնում։ Դա է մեզի տխրեցնում։ Մենք հիասթափվում ենք, երբ որ բաները չեն փոխվում։ Մենք ընկճվում ենք, երբ որ տեսնում ես չանա ես տալի, չալա ես տալի, կռիվ ես տալի, որ մի բնավորություն փոխվի, մի ձև փոխվի, մի հարաբերություն փոխվի, մի վերաբերմունք փոխվի, ու տեսնում ես ոչ մի բան չի փոխվում։ Օ, հարցը ինչու որ չի փոխվում, որտեղ հարության իրականության կարիքը կա, սիրելիներս, երբ որ դա բացվավ, հավատացեք փոփոխությունը հետն է բացվում։ Մենք Քրիստոսի հարյալ իրականության հետ գործ ունենք։ Ավարտելով խոսքս, ուզում եմ այս խոսքը բարձրաձայնեմ ձեզ։ Երբ որ 21-րդ գլխում Հովհաննեսի բանը խոսում է, Հիսուսը Պետրոսի հետ խոսում է, չէ՞, պատմություն ծանոթ եք։ Գիտեք, երբ որ ինքը բնականon ժամանակ եկավ Պետրոսին ասեց իմ հետևից հարի, մի անգամ ասեց։ Մի անգամ ասեց, ու Պետրոսը թողեց ինչ որ ուներ չուներ գնաց, բայց երբ որ հարության իրականությունը կորցրեց, իր տիրոջ իրականությունը կորավ, չէ՞, այդ խաչելության պատճառով։ Հիսուսը դրանից հետո գալիս է իրան, կրկնակի անգամ ասում իմ հետևից հարի։ Հիմա հարցը բարձանում, ինչի կրկնակի, կամ ինքը արդեն հարության իրականության մասին է խոսում։ Հարյալ Տերը իրան կրկնակի ասում իմ հետևից արի։ Այդ նշանակում է դու հարության իրականության հետևից կրկնակի կարիք ունես, վկայություն առնես, որ նա հարություն առե։ Մի անգամը բավական է, բայց մի անգամ բավական չի հարության մթնոլորտի համար։ Դրա համար Տերը կրկնակի վկայությունը ուզում մեր մեջ ակտիվացնի, որ մենք բռնկվենք այդ հարության իրականությունից, որ վկայություն առազման գանք, որտեղ ինքը կրկնակի մի քանի անգամ կհաստատի, որ ինքը կենթանի է։ Ամեն իրանց լսված խոսքը դա վկայում է, որ ինքը կենթանի է։ Ամեն մի ստացած խոսք իրան դա վկայում է, որ ինքը կենթանի է։ Ամեն մի հայտնություն, որ երբևիցե քեզ բացվել է, այդ նշանակում է, որ ինքը հարություն առած է։ Այդ ինչի համար դու դրանց խանդավառում ես, գործում ես, հարատևում ես։ Պետք է մեզ այդ ամենը, որ մենք այդ իրականությունից գործենք, սիրելիներ։ Համաձայն եք։ Համաձայն եք։ Թեքվիկո կողքին կերոջ հասա նա հարություն առել։ Հալելույա։ Սիրելիներս, հիշեք, Հիսուսը ներկայանում է, ես եմ հարությունը։ Հիսուս ասում է, ոնց եմ ես քո հետ վարվելու, բայց Հիսուսը կենտրոնացած այսօր, ներկայի մեջ այդ իրականությունը քո համար կենթանի սարքի։ Դրա համար Սուրբ Հոգուն ուղարկել է, որ այդ իրականությունը քո համար բացվի, որ դու քո ձևերով չգնաս, այլ իր հարության իրականությունով գնաս։ Ամեն։